Պետության ֆինանսավորմամբ անասնաբուժասանիտարիայի ոլորտում ծառայություններ մատուցող մի քանի կազմակերպություն թաքցրել են հարկերը։ Ֆինանսների նախարարության վերլուծությունը պարզել է, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունները խոշոր ծավալի ծառայություններ են մատուցել եւ պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում։ Նյութերը տրամադրվեցին մեզ, վերլուծվեց, հարցում կատարվեց մեթոդաբանական վարչություն, ստացանք պատասխան, որ իրոք այդ գործունեությունը համարում է ծառայությունների մատուցում, հետևաբար ենթակա է ավելացված արժեքի հարկով հարկման։ Անասնաբուժասանիտարիայի ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպություններից մեկը հարկերը թաքցնելու պատճառով վճարել է ավելի մեծ տուգանք, քան կկազմեին հարկերը պարտաճանաչ վճարելու դեպքում։ Ընդամենը 13 եւ 14 թվի 9 ամիսների համար մոտավորապես 1 միլիարդ դրամ շրջանառության մասին էր խոսքը, որի վճարվող ավելացված արժեքի հարկը պետք է լիներ ոչ ավել 200 միլիոն դրամը, բայց մեր ստուգման արդյունքում ավելացված արժեքի հարկի գծով լրացուցիչ բյուջե գանձման ենթակա գումար ենք արձանագրել շուրջ 420 միլիոն դրամ։ Սա միակ օրինախախտ պոակը չէր։ Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետը պատմում է, որ ջրային տնտեսության ոլորտի պոակները եւս զբաղվել են ծառայությունների եւ ապրանքների մատուցմամբ, խոշոր շրջանառություն են ունեցել, բայց պետական բյուջե լումայել չեն ուղղել։ Հարկայինին փորձել են ապացուցել, որ միտում չկա, ուղղակի օրենքից տեղյակ չեն եղել։ Չեմ կարծում, որ լինի կազմակերպություն երկրորդ անգամ նույն սխալը փորձի կատարել, համոզված լինելով, որ մենք անպայման դա տեսնելու ենք, արձանագրելու ենք եւ անպայման ամբողջ խստությամբ օրենքի։ Նամանավանդ օրենքը երկրորդ երրորդ դեպքերի համար տուգանքների գումարները սկսում է կրկնապատկել։ Ոչ միայն պետության, նաև միջազգային կազմակերպությունների գումարներով աշխատող պոակներին ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, խոշոր շրջանառությունը ենթադրում է նաև հարկային մուտքեր պետական բյուջե։ Լիլիթ Ասլանյան, Նարեկ Գալստյան, ժամադրատվական։